Քաղաքական կոլապս Միացյալ Նահանգներում։ Ուղիղ կեսգիշերին երկրում պաշտոնապես ուժի մեջ է մտել շաթդաունը։ Միացյալ Նահանգների կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, քանի որ Սենատին չի հաջողվել ընդունել կառավարության ծախսերի երկու օրինագծերից ոչ մեկը։ Կոնգրեսի վերին պալատը ձայների մեծամասնությամբ նախ մերժել է ֆինանսավորումը շարունակելու մասին դեմոկրատների օրինագիծը, քանի որ դեմոկրատները Սենատում մեծամասնություն չունեն։ Այնուհետև Սենատը չկարողացավ ընդունել հանրապետականների օրինագիծը, քանի որ նրանք թեպետ ունեն մեծամասնություն, սակայն չունեն բավարար ձայներ։ Միացյալ Նահանգների երկու կուսակցությունները միմյանց են մեղադրում քաղաքական շաթդաունի համար։ Կառավարության շաթդաունի համար մեղավոր են Սենատի դեմոկրատները։ Պալատը աշխատել է, նախագահն էլ պատրաստ է ստորագրել օրինագիծը, միայն անհրաժեշտ է, որ 8 դեմոկրատ միանա մեզ։ Դեմոկրատները շաթդաուն չեն ուզում։ Մենք պատրաստ ենք աշխատել հանրապետականների հետ երկկողմ համաձայնության գալու համար։ Գնդակը նրանց դաշտում է։ Հանրապետականները վերահսկողություն ունեն Կոնգրեսի երկու պալատում էլ, սակայն ծախսերի մասին օրինագիծը ընդունելու համար 100-ից 60 ձայն է պետք։ Այսպիսով դեմոկրատները կարողացել են տորպեդահարել քաղաքական հակառակորդների նախագիծը, ինչը կբարդացնի հատկապես ամերիկացիների հասանելիությունը բժշկական ծառայություններին։ Կառավարական մարմինների աշխատանքի դադարեցման պարագայում աշխատողների մի մասը կուղարկվի անվճար արձակուրդի, մի մասն էլ կշարունակի աշխատել առանց աշխատավարձի։ Բազմաթիվ պետական ծրագրեր ու ծառայություններ Միացյալ Նահանգների բյուջեի չհաստատումն այն աստիճան է ազդել ամերիկյան պետական ապարատի աշխատանքի վրա, որ նույնիսկ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն է հայտարարել, որ Facebook-ի իր էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։ Չհաստատված բյուջեի պայմաններում Միացյալ Նահանգներում և Միացյալ Նահանգների դեսպանություններում ու հյուպատոսարաններում արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները կշարունակվեն այնքան, որքան թույլ կտա իրավիճակը։ Նախքան շաթդաունը Միացյալ Նահանգների նախագահը դիմել է ճնշումների ու սպառնալիքների։ Շաթդաունը կարող է անդառնալի հետևանքներ թողնել շատ մարդկանց վրա։ Հնարավոր են զանգվածային կրճատումներ, որոշ ծրագրերի դադարեցում։ Սա Թրամփի օրոք արդեն 4-րդ շաթդաունն է։ Դեմոկրատական կուսակցությունը լրջորեն մտահոգված է, հայտարարելով, որ Միացյալ Նահանգների իշխանությունը խելագարի ձեռքում է։ Նահանգներում ստեղծված վիճակից դուրս գալու հստակ ճանապարհային քարտեզ չկա, քանի որ քաղաքական հակառակորդների դիրքորոշումները կտրուկ տարբերվում են, առնվազն այս պահին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։